Բարև ձեզ, եթերում Եվրոպական հեռանկար հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք Եվրամիության և Հայաստանի Հանրապետության համագործակցությունը։ Հաղորդումը պատմում է Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի ու մոտեցումների, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին։ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Եվրամիության նոր Twinning ծրագիրը, որն ուղղված է մաքսային համակարգի բարելավմանը։ Այն իրականացվելու է լիտվա-ֆիննական մաքսային մարմինների կոնսորցիումի կողմից։ Այս ինչպես նաև Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի հասարակական քաղաքական կյանքի օրակարգի մասին մեկ պարբերությամբ։ Լիարժեք կյանք հասարակական կազմակերպությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ամեն ինչ մեզ համար, մեզ հետ ծրագրի շրջանակներում կազմակերպել էր երկօրյա համաժողով։ Համաժողովին մասնակցեցին պետական տարբեր գերատեսչությունների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազգային ժողովի падգամավորներ, միջազգային փորձագետներ։ Միջոցառման նպատակն էր քննարկել այն խնդիրները, որոնք դեռևս չեն հաղթահարվել 2010 թվականին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացումից հետո։ Հաշմանդամությանը վերաբերող քննարկումները անարդյունավետ են դառնում հենց այն պահից, երբ սկսվում է դրանց իրականացումը։ Արդյունքում հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են մնում հասարակության ուշադրությունից և աշխատանքային շուկայից։ Այս համաժողովի քննարկումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մասնակիցներն աշխատեցին նաև խմբերով, անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը, գործատուների հետ կապին, մասնագիտական կրթության ապահովմանը, հանրային քաղաքականության բարելավմանն ու հասարակության իրազեկմանը։ Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց Եվրամիության նոր Twinning ծրագիրը, որի նպատակը մաքսային համակարգի բարելավումն է։ Դրա համար մշակվելու են մաքսային վերահսկողության ժամանակակից ընթացակարգեր և դրանք կիրառվելու են Եվրամիության անդամ երկրների լավագույն փորձի համաձայն։ Ծրագիրը իրականացվելու է եվրոպական երկու մաքսային մարմինների ֆիննա-լիտվական կոնսորցիումի կողմից 24 ամսվա ընթացքում։ Բյուջեն կազմում է մոտ 1 միլիոն եվրո։ Ծրագիրը հատկապես կարևորվում է Հայաստանի և Եվրամիության միջև ընթացող խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունների արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից։ Ոսկե ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով և ներկայացրեցին ռեժիսորներ առանց սահմանների արևելյան գործընկերության ծրագրի առաքելությունը։ Այն նախատեսված է արևելյան գործընկերության երկրների կինոգործիչների համար և իրականացվում է Ոսկե ծիրան կինոյի զարգացման հիմնադրամի կողմից Եվրամիության աջակցությամբ։ Գործընկերներն են թե եվրոպական, թե տարածաշրջանային մասնագիտական կազմակերպություններ, այդ թվում մամուլի աջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպությունը։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են դասընթացներ, տրամադրվում է առցանց մասնագիտական խորհրդատվություն, շփման հնարավորություն է ստեղծվում Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ադրբեջանում բնակվող կինոգործիչների միջև։ Ծրագիրը ձևավորվել է 2007 թվականի Ոսկե ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեկնարկած համատեղ արտադրության ֆորումի հիման վրա, իսկ 2011-ին ստանալով Եվրամիության դրամաշնորհը ընդլայնել է գոյություն ունեցող նախաձեռնությունների շրջանակը։ Մինչև 2013 թվականը կիրականացվեն ռեժիսորներ առանց սահմանների համատեղ արտադրության ֆորումը, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը, տեղի կունենան կինոլրագրություն առանց սահմանների, ֆիլմեր առանց սահմանների և այլ կինոդասընթացներ, կտարվի նաև աշխատանք Հայաստանում կինոյի և կինոարտադրության մասին օրենքի ընդունման ուղղությամբ։ Ծրագրի ներկայացումից հետո Ոսկե ծիրան Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ռեժիսորներ առանց սահմանների համատեղ արտադրության ֆորումը։ Դրա նպատակն է աջակցել տաղանդավոր կինոռեժիսորներին և խթանել կինոարտադրությունը, այդ թվում համատեղ կինոարտադրությունը արևելյան գործընկերության երկրներում։ Նախորդ 5 տարիների ընթացքում ֆորումին մասնակցել է ավելի քան 200 կինոարտադրող։ Ամեն տարի ներկայացվել է 12 անկախ նախագիծ, որոնց հեղինակները ոչ միայն մասնակցել են ոլորտի մասնագետների դասախոսություններին, այլև ստացել են անհատական խորհրդատվություն։ Մշակույթը Եվրամիության մարդկային զարգացման ոլորտում իրականացվող քաղաքականության առանցքային մասն է կազմում։ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի հիմնական նպատակն է աջակցել այն դերին, որը մշակույթն ունի տարածաշրջանի կայուն զարգացման գործում։ Համատեղ արտադրության ֆորումը ստեղծում է միջսահմանային համագործակցություն արևելյան գործընկերության տարածաշրջանի և Եվրամիության երկրների միջև։
Մասնակցության հայտերն ընդունել ենք 1.5 ամսվա ընթացքում եւ միջազգային փորձագետներն ընտրել են դրանցից 9՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելարուսից եւ Մոլդովայից։ Սկսնակ կինոգործիչները մասնակցել են դասընթացներին եւ ներկայացրել են զարգացման փուլում գտնվող լիամետրաժ խաղարկային ֆիլմերի իրենց նախագծերը աշխարհի տարբեր երկրների միջազգային կինոփառատոների եւ ֆիլմերի ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Լավագույնները ստացել են դրամաշնորհներ։ Ավելի մանրամասն ռեժիսորներ առանց սահմանների արևելյան գործընկերության նախագծի, դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի եւ մասնակիցների մասին կխոսենք հենց այս հաղորդման ընթացքում։ Այս թողարկմանը ներկայացնում ենք Հայաստան-Եվրամիություն մշակութային համագործակցությունը կոնկրետ օրինակներով։ Այժմ ռեժիսորներ առանց սահմանի ծրագրի մասին։ Ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեֆ Գալուստյանը ծնվել եւ մեծացել է Կալիֆոռնիայում։ Հայաստան հաճախ է գալիս ոչ թե հայրենասեր Երևանու համար, այլ այն պատճառով, որ այս երկիրը, մարդիկ եւ մշակույթը նրան հետաքրքիր են։ Որպես մասնագիտություն ժամանակին ընտրել է կենսաբանությունը։ Քանի որ հայրն ու եղբայրը կինոարտադրությամբ էին զբաղվում, փորձեց իրեն բոլորովին այլ ոլորտում գտնել, բայց 20 տարի անց վերադարձավ ընտանեկան նախասիրությանը, զգաց, որ հենց դա էր իրենը։ Օպերային թատրոնի մոտ ռեժիսորը հենց այնպես չի զբոսնում, մտադիր է ֆիլմ նկարահանել։ Առաջի ֆիլմ չի օպերայի մասին, բայց օպերայի շենքի մասին, ներսի բաների մասին կուզեմ նկարահանել, որ 750 աշխատող կա, ոնց որ փոքր քաղաքն է մեջն է։ Ֆիլմը այդ կյանքի մասին, այդ հազարավոր կյանքերը, որ միանում են այնտեղ եւ փորձում են ստեղծել տարբեր բաները։ Այս ֆիլմը դեռ մտադրություն է, բայց կան գաղափարներ, որոնք արդեն իրագործված են եւ շարունակում են իրականացվել։ Այդ գործերից է նաև ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրը, որը Եվրամիության արևելյան գործընկերության մշակութային ծրագրերից է։ Ոսկե ծիրան կինոյի զարգացման հիմնադրամի կողմից արդեն իրականացվող ծրագրերը ընդլայնվեցին եւ խորացան, երբ հեղինակային թիմին միացավ ամերիկահայ ռեժիսորը։ Սկսեցինք նայել աշխարհը ոնց է աշխատում, Եվրոպը միացրել է, որով հասկանում է, եթե գուզես փրկել մշակույթը, քո մշակույթը, չես կարող սահմանը, չես կարող փակ մնալ։ Ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրը փորձում է ցույց տալ կինոարտադրողներին այն ճանապարհը, որը թույլ կտա նրանց հատել սահմաններն ու իրենց գաղափարները հասանելի դարձնել աշխարհին։ Եթե գուզենք, որ աշխարհը հասկանա մեզ մի քիչ, դա միջազգային լեզու կինոյի մեջ, եւ այդ լեզու փորձում ենք սովորեցնել։ Տեղական պատմությունը օտարին հասկանալի եւ գրավիչ պատմելու հմտությունները դասավանդվում էին Ինտերնյուս հասարակական կազմակերպությունում։ Դասընթացը հենց այդպես էլ կոչվում էր՝ պատմության զարգացում։ Ես Մարիա Սահակյանն եմ։ Ես այստեղից եմ, նաև Մոսկվայում եմ ապրել 19 տարի եւ հետո փախել եմ այստեղ։ Ես ռեժիսոր եմ, գրում եմ եւ այս նախագծում ուզում եմ լինել պրոդյուսեր, համատեղ արտադրության պրոդյուսերներից մեկը։ Մարիայի կարծիքով իր համար շատ կարևոր էր ստանալ այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք տրվեցին բրիտանացի եւ իտալացի մասնագետների կողմից։ Սցենարը գրելը մի քիչ ուրիշ դա արդեն տեխնիկական ինչ-որ մի բան է, եթե դու հասկանում ես քո պատմությունը ինչի մասին է ու ոնց ես ուզում բերել հանդիսատեսին, արդեն գրելը տեխնիկա է, բայց այդ առաջի development-ի պահերը շատ կարևոր էին ու այն մարդիկ, որոնք մեր ուսուցիչներն էին այստեղ, հոյակապ կրթված իրանց հարցի մեջ մարդիկ էին, շատ օգնեցին։ Մարիան վաղուց է մասնակցում ռեժիսորներ առանց սահմանների նախագծին։ Առաջին փորձն արել է դեռ 2007-ին, մասնակցելով համատեղ արտադրության ֆորումին։ Երիտասարդ ռեժիսորը պատմել է իր դեռ չնկարահանված ֆիլմի մասին, այնպես որ այն գրավի մասնագետներին, որոնք կարող էին գումար տրամադրել գաղափարը իրականություն դարձնելու համար, եւ դա նրան հաջողվել է։ Ինչ-որ մրցանակ ստացանք ու մի քիչ փող ունեցանք, որպեսզի սցենարը գրվի, հասկանում եք, որովհետև ռեժիսորի համար, օրինակ, որը նույնպես սցենարիստ է, շատ դժվար է նստել ու սցենար գրել, որովհետև ամեն օրվա ինչ-որ հարցեր կան, դու պետք է ինչ-որ բանով սնվես, ընտանիք պահես եւ այլն, ու երբ նույնիսկ այդքան էլ մեծ գումարներ չեն, չէ՞, ինչ-որ կարծես թե 3.500 եվրո է, բայց այդ փողով դու կարող ես մի տարին տրամադրես արդեն միայն գրելու, որը շատ կարևոր բան է։ Արդյունքում գրվեց սցենար եւ նկարահանվեց լիամետրաժ խաղարկային ֆիլմ, որը ռեժիսորներ առանց սահմանների նախագծի շնորհիվ դարձավ համատեղ արտադրության արդյունավետ փորձ Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Դանիայի միջև եւ այդ համագործակցության ռեալ արդյունք։ Երբ որ մենք սկսեցինք այդ
պրոյեկտը կամ սկսեցինք մեր պարտներների շփումները, մենք հասկացանք, որ շատ նման են մեր խնդիրները, որովհետև վերջը երևի նույն ճանապարհն ենք անցնում, բայց առանձնացված։ Կարող ենք երևի միացնենք մեր ուժերը, վերականգնենք այդ մշակութային դաշտը, շփումների, ինֆորմացիայի փոխանակման այդ դաշտը, որը կօգնի եւ մեզ մեր խնդիրները հասկանալու եւ միասին հաղթահարելու։ Չնայած դժվարություններին, որոնք ստիպված է հաղթահարել յուրաքանչյուր կինոարտադրող, Մարիան հաջողակ ռեժիսոր է։ Նրա պատմություններն ու սցենարները գրավում են պրոդյուսերներին։ Լավ դերասաններն էլ համաձայնվում են նկարահանվել նրա ֆիլմերում, նույնիսկ երբ դրանց բյուջեն մեծ չէ։ Փարասում նկարահանվել են Սոս Սարգսյանը, Սոֆի Կոչարելին։ Ես այդպիսի մի երջանկություն ունեցա իրանց հետ աշխատելու։ Տեսնեմ մնացածների։ Ո՞նց եք համոզել Սոֆի Կոչարելին։ Սցենարը լավն էր, պատմությունը լավն էր, բացի դրանից ինչ որ այն է անում, ինչ ինձ իրոք հետաքրքիր էր ու իրոք հոգուս մեջ էր, իսկ երբ դու անում ես ինչ որ քեզ իրոք հետաքրքիր է ու ուզում ես անես, ամեն մեկին էլ կհամոզես։ Փարոսը հեղինակի խոսքերով տան մասին է, այն կարոտախտի, որ իրեն էլ բերեց հայրենիք ու թույլ չի տալիս էլ լքել այն։ Իսկ Երևանյան տանը Մարիային սպասում են 3 դուստրերը։ Это Мария, это Александра. Все, ты Александра? Ну, я хлопец могу. Она ее хлопец могу? Он возьмет поток. Եվ նույնիսկ երեխաները չեն կարողանում խանգարել ռեժիսոր Մայրիկի աշխատանքին։ Не делай всякие. Школа, танцы, музыка, сольфеджио, хор. Ու իհարկե ամենահետաքրքիր աշխատանքը նախապատրաստականն է, որովհետև դու ուսումնասիրում ես ժամանակը, ուսումնասիրում ես ինչ որ իրոք հետո դառնալու է քո ֆիլմը։ Եվրամիության արևելյան գործընկերության ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրը բոլոր ուղղություններով փորձում է տալ մասնակիցներին նոր ինֆորմացիա, ծանոթացնել ժամանակակից աշխատավոճին եւ ապահովել մարդկային ու մասնագիտական շփում։ Դեբիս, իհարկե ստացա շատ լավ ծանոթություններ, հասկանում եք, եթե կա ինչ որ մի ավստրիացի, ֆրանսիացի, ինչ որ մի մարդ, որը կինոն նույնպես է սիրում ինչպես ես, բայց ունի բոլորովին ուրիշ հորիզոն, եւ մենք կարող ենք կիսվենք, դա շատ կարևոր բան է։ Համոզված եմ, որ կունենանք նոր անուններ, նոր ռեժիսորներ կծնվեն, նոր ֆիլմեր, նաեւ կլինեն գաղափարներ եւ ընդհանուր մթնոլորտը, այդ մթնոլորտի շնորհիվ նաեւ կապահովի զարգացումը առաջընթաց։ Առաջընթացի շարժիչ ուժն էլ այս դեպքում հաստատ նվիրվածությունն է սեփական մասնագիտությանն ու կյանքի գործին։ Ամեն մի ֆիլմն էլ բավականին կարևոր է։ Գիտեք, ասել են տենց որ աշխատեք այնպես, ինչպես ոնց որ վաղը դուք արդեն վերջանալու է ձեր կյանքը։ Ու իմ կարծիքով մենակ այդպես պետք է աշխատես։ Այն վաղը չկա, մենակ այսօր է։ Ինչ կանես, այսօր կանես։ Չես անի, ուրեմն բրծավ գնաց։ Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվում է մշակութային իրավունքների իրագործման ծրագիր ազգային փոքրամասնությունների եւ խոցելի խմբերի համար։ Այժմ այդ եռամյա ծրագրի մեկնարկի եւ ընթացքի մասին։ Ես մեր սրբեր համբյուրում են իմ գործի հաջողության համար, էլի ասենք 3 անգամ համբյուրում են, ասենք իմ գործի հաջողությունն է։ Օմար Այբյանի համար եզդին եզդի չէ, եթե տանը սուրբ համարվող վերմակ ներքնակների ու բարձերի մի հատուկ անկյուն չունի։ Սրբի մոտ հարսանիքել են անում թաղում էլ, գիշերն էլ լույսը այս սենյակում վառ են թողում, որ պաշտամունքի առարկան մթության մեջ չմնա։ Օմարի մայրը Խայլազ Ամարյանը 25 զույգ վերմակ ներքնակն իր ձեռքով է կարել, բայց հիմա ուրիշ ժամանակներ են։ Օմար Այբյանը մտավախություն ունի, եզդիների մշակույթը մոռացվում է, երիտասարդները պապենական ավանդույթներին քիչ են հետևում։ Ես ասենք մեծ կինասներ, վաղը մի սուրի հարսը կարող ձեռք չտալ, ասի ամոթ է, ինչ բան է։ Էնույթնա կամ այդ հին բաները վերացվի, բայց ոնց վերացվի։ Ճիշտ է։ Ազգային ասենք մարդ դեմքով չի ճանաչվում, ինչ ազգես, ինչ որ մշակույթով, ինչ որ կուլտուրայով, ինչ որ բանով է ճանաչվում։ Օմար Այբյանի հարս Նուրեկ Հալեշյանը վերջին անգամ 2 տարի առաջ է ազգային հագուստ կրել, եղբոր հարսանիքին։ Մի ժամանակ այս գեստներն ամեն օր կարող էին հագնել։ Այժմ զարմացած հայացքներից խուսափելու համար տարազից են խուսափում։ Նուրեն համոզված է, եթե մարդիկ եզդիների մշակույթի մասին ավելի իրազեկված լինեին, հագուստի առանձնահատկությունն էլ կհասկանային։ Մեկ որ մեր տատին հագնում է, ես ճիշտ ասած նախանցում եմ։ Կուզեի որ ես էլ հագնեի, բայց հիմի որ ջայլները հագնում են, կողից ոնց որ
խոսում են, դրանից քեզ վատ ես զգում, էլի։ Օմար Այբյանը եզդիական մշակույթի պահպանման մասին իր մտահոգությունները Երևանում է արտահայտել։ Համայնքի կարիքների գնահատման հմտությունները ուսուցանող դասընթացի ժամանակ սեմինարը Եվրամիության ֆինանսավորմամբ անցկացվող ծրագրի առաջին քայլերից էր։ Մարիա Պողոսյանը ծրագիրն իրականացնող քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի համակարգողն է։ Գործընկեր ՀԿ կենտրոնի հետ միասին ընտրել են ծրագրին մասնակցող 10 համայնքները։ Շեշտը դրել են ազգային փոքրամասնությունների ու խոցելի խմբերի մշակութային իրավունքի պահպանման վրա։ Աջակցություն տրամադրվի այն ազգային փոքրամասնություններին, որոնք պետություն չունեն, դրանք ասորիներ, քրդերն ու եզդիներն են, իսկ այն փոքրամասնությունները, որոնք որ պետականություն ունեն, իրենք ավելի այսպես ռիսկային են, ավելի վստահ են իրենց գործողություններում, այսինքն իրենց թիկունքում ունեն իրենց պետությունը, դեսպանությունը, այստեղ աջակցություն է տրամադրում, իսկ այն ազգային փոքրամասնությունները չունեն պետություն, իրենց մոտ խնդիր է նույն այդ, ինչպես իրենց տարածքները վերականգնեն, ինչպես հանրությանը ներկանան։ Արմավիրի Լուկաշինը Եվրամիության ծրագրով ընտրված գյուղերից է։ Ծրագիրն իրականացնողները, ինչպես մյուս համայնքներում, այստեղ էլ պարզել են, որ տեղական ինքնակառավարման մարմնի քառամյա ծրագրում ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի զարգացումն անտեսված է։ Միակ քայլը, որ արվել է, գյուղի դպրոցներում եզդիերենի խմբակ բացելն էր։ Օմար Այբյանն էլ 5 տարի է եզդի երեխաներին մայրենի լեզուն է դասավանդում։ Մշակույթը պահպանող այլ քայլեր դեռևս չեն կարող անել։ Ազգային փոքրամասնությունների միջոցառումների կահավորված ու հարմար վայրը Երևանում է։ Եվրամիության ծրագրի դասընթացին մասնակցելուց հետո Օմար Այբյանն իր կարծիքն ավելի ամրապնդեց։ Գյուղում կամ գոնե Արմավիրի մարզկենտրոնում եզդիական մշակույթի խմբակներ է պետք բացել։ Հատկացվեր ինչ-որ միտեղ մի շուր կլուբ է, ինչ-որ որևէ տեղ, մենք կարող ենք այնտեղ ինչ-որ ունենք, մենք այնպես շնորհալի դասավանդողներ, երկի բարի ասենք մասնագետներ ունենք, բայց այսօր ատենցիան չկա տեղ։ Եվրամիության ծրագրի թիրախային խմբի ներկայացուցիչ Վարդգես Դավթյանն էլ է տեղի մասին մտածել։ 10 տարի մշակույթի տան վերաբացման ուղիներ է փնտրում։ Այս բեմի վրա եզդիները երբեք ելույթ չեն ունեցել, թեև գյուղում 40 ընտանիք է ապրում։ Ծրագրի դասընթացի ժամանակ իր համայնքի կարիքները գնահատելիս Վարդգես Դավթյանն առաջինը մշակույթի տուն ունենալն է նշել։ Ցանկանային որպեսզի վերանորոգվեր կուլտուրայի տունը եւ ստեղծվեր մի կենտրոն, որից կօգտվեին նաեւ հարևան համայնքի ներկայացուցիչները, եզդիները, քանի որ մեր գյուղում շատ են եզդիները, կենտրոնը լիներ ստեղ, իրենք հանդես գային իրանց ազգային տարածով, իրանց ազգային մշակույթը ցուցադրեն։ Մշակույթի տուն ունենալու մասին լուկաշենցիները բարձրաձայնելու դեռ շատ առիթներ կունենան։ Եվրամիության ծրագիրը եռամյա է։ 2012-ը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ու մշակութային կառույցների ղեկավարների համար նախատեսված դասընթացների տարի է։ Հետո գալու է գործնական փուլը։ Ազգային փոքրամասնությունների մշակութային կարիքները ներառվելու են համայնքային զարգացման ծրագրերում։ Ծրագրի ավարտին նախատեսվում է մի փոքր գրանտային ծրագիր, դրամաշնորհային փոքր հատկացումներ, այդ մանր նախաձեռնությունները, այդ գաղափարները, որոնք այս 3 տարիների ընթացքում կծնվեն իրենց մտքում, փորձենք իրականացնել միասին, ցույց տալով, որ ինչ-որ փոքր, բայց ինչ-որ դրական փոփոխություն կարող ենք ունենալ համայնքում։ Ծրագիրն ուղևորություն է նախատեսում։ 20 շահառուները ուկրաինացի գործընկերների հետ կգնան Լեհաստան, ծանոթանալու իրենց երկրում մշակութային բազմազանություն ապահովված լեհերի հաջողված փորձին։ Առաջիկայում կշարունակենք ներկայացնել Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության ոլորտները։ Ծանոթացեք Եվրոպական միության պատվիրակության աշխատանքին, նորություններին ու ծրագրերին մեր հաջորդ հաղորդման ընթացքում։ Ցտեսություն։